սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպիսի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը։ Առարկություն գրանցման հարցում կարող է լինել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն գրանցման համար անհրաժեշտ պայմանները բավարարված չեն։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանում միտում են տեսնում, թե կուսակցության անդամներին ընտրակաշառքի եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերջին օրերին ներկայացվող մեղադրանքներով իրենց դաշինքը չգրանցելու հող է նախապատրաստվում։ Քաղաքական ռեպրեսիաներ քրեական գործիքակազմով կուսակցության խոսնակ Մարիան Նաղահրամանյանը այսպես է քրեական գործերը մեկնաբանում։ Սա փորձ է քրեական գործիքակազմով փորձել վախեցնել մեզ եւ այդպիսով խոչընդոտել մեր գործունեությանը Հազատխտերով ո՞րն է։ Ուժեղ Հայաստանով։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին ուժեղ Հայաստանի 1 տասնյակից ավելի ներկայացուցիչների եւ աջակիցների ընտրակաշառք ստանալու եւ տալու նախընտրական շրջանում արգելված բարեգործություն անելու հոդվածներով մեղադրանքներ է ներկայացրել։ Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից Դավիթ Ղազինյանը պնդում է դեմ են ընտրակաշառքին։ Հիմա եթե մի հատ հարկայինի տեսուչ կաշառքը վերցրի, թող վարչապետը հրաժարական տա։ Եթե այդ լոգիկայով են գնում։ Մենք հայտարարում ենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը դեմ է ընտրակաշառք բաժանելուն, անգամ խոստանալուն եւ յուրաքանչյուր մարդ, որ այդ քայլը կանի, ինքը մեզ էլ է դեմ, այսպես ասած։ Հիմա դրանից հետո արդեն մի դեպք ինչ որ եթե անգամ, նորից եմ կրկնում, չկա այդպիսի բան, եթե անգամ ինչ որ մեկին նվեր տա, ինչ անենք, ծնունդների չգնանք, մեր բարեկամների հետ հարազատություն չանենք։ Կուսակցություններին ու դաշինքներին գրանցողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Կառույցի նախագահ Վահագն Հովակիմյանը այսօր ընտրական օրենսգիրքներ մատնանշում, պնդում էր քննվող քրեական գործերը ընտրություններում կուսակցությունը գրանցելու հետ կապ չեն կարող ունենալ։ Որպիսի քաղաքական ուժը կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չգրանցվի, նա պետք է ջանք եւ եռանդ ներդնի, պիտի փաստաթղթերը թերին ներկայացնի եւ հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը, այլ իրավիճակ չգրանցելու ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Ընտրական օրենսգրքում մի քանի հոդված է նկարագրում կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակը գրանցել մերժելու գործընթացը։ Դրանց համաձայն ընտրություններին մասնակցության հայտը կարող է մերժվել, եթե չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ դրանք թերի են, կամ կեղծված, կամ եթե կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է։ Գրանցումը մերժելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից առնվազն 5-ը պետք է դրան կողմ լինի։ Նույն սկզբունքով առնվազն 5 անդամների որոշմամբ կարող է արդեն գրանցված մասնակցությունը անբավես ճանաչվել, եթե հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են։ Արդեն գրանցված կուսակցությունը կարող է դուրս մնալ ընտրապայքարից նաև դատարանի որոշմամբ, եթե քաղաքական ուժը սահմանված ժամկետում նախընտրական հիմնադրամ չբացի, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ դիմի դատարան։ Հանձնաժողովը դատարան կարող է դիմել նաև, եթե խախտումներ հայտնաբերի նախընտրական հիմնադրամի ծախսերում կամ արձանագրի, որ առկա է նախընտրական քարոզչության շարունակական խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Դատարանը քաղաքական ուժի գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից։ Բոլոր այս դեպքերում որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում։ Ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման եւ նման գործիքակազմեր, այսինքն համատարած հետեւողական։ Տեսեք, կրկնում եմ, ընտրական օրենսգրքի համակարգված քաղաքական ուժի կողմից, այսինքն ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից։ Այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, բայց կրկնում եմ, դա պիտի լինի փաստերի, ծանրակշիռ փաստերի պարագայում, այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, այսպես ենք, արագ եւ 5 հոգանոց կազմով եւ վճիռը այս դեպքում անմիջապես ուժի մեջ է մտնում, այսինքն նկատում եմ ինքը այս նման գործերը երաշտյան բողոքարկման ինստիտուտով չեն ասում։
Որ ուժերը կգրանցվեն, որոնք ոչ, պարզ կդառնա մայիսի 3-ին, երեկոյան 6-ին։